Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում բրիվյուն է։ Տեսակապով կզրուցենք Հույդա Հայդատի կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Ղուկասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Պարոն Ղուկասյան, Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի օրենսդրական հարցերով բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյա Փոլ Գուալյանոնեի նամակում պետդեպարտամենտը ստանձնել է Արցախի վերաբերյալ կարևոր հանձնառություններ, սակայն մինչ հանձնառություններին կետերով անդրադառնալը կներկայացնեք ինչ գործընթաց է նախորդել այս նամակին։ Կարծեմ 2 թե 3 ամիս առաջ էր, վստահ օրը չեմ հիշում, բայց հրապարակվեց տեղեկատվություն Հայդատի Ամերիկայի հանձնախմբի կողմից, որ աննախադեպ թվով կոնգրեսականներ, թվով 87, որոնք ներկայացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրողների ավելի քան 66 միլիոն ընտրողների ձայն, հանդես եկան երկուսակցական նամակով ուղղված Թրամփի վարչակազմին, պետդեպարտամենտին, որպեսզի վերջիններս ստանձնեն Արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանությունը, հայ ռազմագերիների ազատ արձակումը, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը եւ այլն։ Նամակը, այսպես ասած, առաջնորդում էին այդ արշավը կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը, այդ թվում նաև մեր ժողովրդի լավ բարեկամ Ֆրենկ Փալոնը, եւ սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ ձեր նշած պաշտոնյան նաև պատասխանել է Փլոնի նամակին եւ կատարել կարևոր շեշտադրումներ, որոնց մասին կխոսենք։ Բուն process-ին նախորդել էր 87 այս կոնգրեսականների կոչը, որն էլ հնարավոր է եղել Հայդատի Ամերիկայի հանձնախմբի ամիսներ տևած աշխատանքի արդյունքում, որը չի արվել միայն հանձնախմբի աշխատակիցների կողմից, այլ արվել է տասնյակ հազարավոր ամերիկահայերի ներգրավմամբ, որոնց ներգրավումը ապահովել էր Հայդատի Ամերիկայի հանձնախմբի կողմից, եւ վերջին ամիսների ընթացքում ամերիկյան կոնգրեսում 2 անգամ Հայդատի Ամերիկայի հանձնախումբը իրականացրել է այսպես կոչված advocacy days, հայկական շահերի պաշտպանության օրեր, որոնցում ներգրաված տասնյակ ամերիկահայերը Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր նահանգներից ավելի քան 400 կոնգրեսականների գրասենյակներ են մտել եւ հստակ ներկայացրել են բոլոր պահանջները, որ ունեն իբրև ամերիկահայեր։ Տեսեք, Գուալյանոնեի նամակում հիմնական 3 կարևոր հանձնառություններ կան։ Առաջինը այն է, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է խրախուսել 2 Հայաստանի եւ Ադրբեջանի նկատի ունեն կառավարություններին ապահովելու էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ կայուն խաղաղության համատեքստում։ Հայաստանի իշխանությունների կողմից, երբ որ հայտարարություններ են արվում, որ սա իրատեսական չէ, ամերիկյան կողմի այս հայտարարությունը ինչ կերպ հասկանալ, ինչ համատեքստում։ Երբ որ մենք ամիսներ շարունակ կամ արդեն տարիներ շարունակ ասում ենք, որ վերադարձի իրավունքը միջազգային հարաբերություններում ունի անկալունակություն եւ իբրև ապացույցներ, իբրև օրինակներ բերում էինք Եվրոպական միության, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական միության գործադիր իշխանության, Բելգիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի տարբեր մարմինների կողմից ընդունված որոշումներ, բանաձևեր, որոնցից կան նաև իրավական պարտադիր ուժ ունեցողներ երկրի ներսում տվյալ այս ամենի համատեքստում Հայաստանի Հանրապետության իշխանությունները շարունակում են հարցը ծածկադմփոցի ենթարկել, ասելով, որ դա իրատեսական խնդիր չէ, դրա վերաբերյալ միջազգային անկալունակություն չկա, բայց այս ամենին գումարվում է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները, ընդ որում ում միջնորդությամբ օգոստոսի 8-ին որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ Այսինքն այստեղ անգամ եւս բացահայտվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների սուտն ու կեղծիքը, առայն որ Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը չունի միջազգային անկալունակություն եւ սատարում։ Եվ սա, գիտեք, նաեւ մեր ժողովրդի, մեր պետության ամոթն է, որ Արցախահայության վերադարձի իրավունքի կոչ, վերադարձի իրավունքի ապահովման կոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները անում են ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությանը։ Սա իսկապես համազգային ամոթ է, որ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի համապատասխան ուշադրության չարժանացավ հասարակական քաղաքական շրջանակների կողմից։ Բացվում է, որ մենք Միացյալ Նահանգների նկատի ունենալով ուշադիր հետևում ենք Ադրբեջանում կալանավորված էթնիկ հայերի դատավարություններին եւ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատան պաշտոնյաները հնարավորության դեպքում մասնակցում են դատական նիստերին։
Մյուս կետով էլ խոսվում է, որ վերջապես մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել հայկական ժառանգության հուշարձանները Լեռնային Ղարաբաղում։ Այս երկու հարցերի վերաբերյալ ևս Հայաստանի իշխանությունները մեղմ ասած տարակուսելի գնահատականներ ու կարծիքներ են հնչեցնում, ինչ ակնկալել այս հանձնառությունների ստանձնումից հետո Միացյալ Նահանգներից։ Երբ որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հայտարարեց Բաքվում առհասարակ Ադրբեջանի իր գործունեության դադարեցման մասին, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանություններն էլ համաձայն հյուպատոսական և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի զույգ կոնվենցիաների պահանջների, այդպես էլ որևէ երրորդ երկրի չդիմեցին հայ ռազմագերիների դիվանագիտական պաշտպանություն տրամադրելու համար, հարցը բավական հրատապ դարձավ և հայ դատի համակարգի կողմից էական աշխատանքներ տարվեցին, որպեսզի հայ ռազմագերիների հարցով միջազգային, այսպես ասած, ներգրավվածության մակարդակը մեծացվի, եւ այս հարցը նույնպես հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հիմնական քաղաքական առաջնորդություններից մեկն է։ Լավ է, որ ամերիկյան պաշտոնյաները կարողանում են մասնակցել դատական գործընթացներին եւ վստահ եմ, որ այդ զեկույցները շատ հստակ գնահատականներ կհնչեն առայն, որ կատարվողը կեղծ դատավարություններ են, շինծու դատավարություններ են առարկայական հիմքերից զուրկ։ Այս հարցը միջազգային ասպարեզում պահելու համար նաեւ լավ է, որ դատական նիստերին մասնակցության մակարդակ կա տարբեր երկրների կողմից, որովհետև կրկնեմ, Հայաստանի իշխանությունները, չնայած օրինակ Շվեյցարիայի համաձայնությանը, այդպես էլ չդիմեցին պաշտոնապես Շվեյցարիային, ապահովելու վերջինիս կողմից դիվանագիտական պաշտպանության տրամադրում հայ ռազմագերիներին։ Ադրբեջանը նաև որոշակի խորամանկությունների է դիմում եւ մշակութային ժառանգության պաշտպանության մասին մենք որ խոսում ենք, պետք է հասկանանք, որ այս խնդիրը բավական բազմամակարդակ է։ Առաջին մակարդակում նրանք ավերում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, երկրորդ մակարդակում նենգափոխում են դրա պատկանելիությունը եւ երրորդ մակարդակում փորձում են Ադրբեջանի տարածքից դուրս հովանավորներ գտնել, նաեւ ինչու՞ չէ քրիստոնեական աշխարհում, ինչի ուղղությամբ քայլերում բարեբախտաբար դեռևս ձախողում են։ Եվ Ադրբեջանը այս մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությանը կամ նենգափոխման քաղաքականությանը կամ ոչնչացման քաղաքականությանը բավական լուրջ է վերաբերում այս բոլոր մակարդակներով։ Ուստի պետք է սրան adekvat հակազդեցություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից այս կոչը էլի չափազանց կարևոր է։ Ես ցանկանում եմ հիշեցնել, որ նաև Հայդատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում 2022 թվականին Եվրոպական խորհրդարանը ընդունեց չափազանց կարևոր մի բանաձև, որը ուղղակի վերնագրված էր Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին։ Այսինքն եվրոպական կողմը նույնպես այս հարցը ուշադրության կենտրոնում է պահում, որովհետև տեսեք, եւ ռազմագերիների ազատ արձակումը եւ պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը եւ մնացած այլ հարցերը դրանք իրենց բնույթով այնպիսին են, որոնց հնարավոր է հասնել Ադրբեջանի նկատմամբ իրական քաղաքական ճնշման գեներացման պայմաններում այլ ճանապարհ այս հարցերը հետապնդելու համար չկա։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները անկարող են եւ չեն էլ ցանկանում եւ չունեն անհրաժեշտ քաղաքական կամք ապահովելու այդ քաղաքական ճնշումը Ադրբեջանի վրա, բայց Հայդատի համակարգը փորձում է աշխատանքներ իրականացնել միջազգային հանրության կողմից այդ ճնշումը ապահովելու համար։ Դոնալդ Թրամփի որոշումների վրա այս նամակի բովանդակությունն ինչ կերպ կարող է արտացոլվել։ Նախ նշեմ, որ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Եվրոպական Միությունում մեր հարաբերությունները ավելի լավ են կամ մեր խնդիրները ավելի օբյեկտիվ գնահատականների են արժանանում օրենսդիր իշխանությունների կողմից, քան գործադիր։ Բայց այսպես ասած, սայլը տեղի շարժվել է եւ եվրոպական տարբեր երկրներում, եւ համաեվրոպական մակարդակում իդեմս եվրոպական հանձնաժողովը եւ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այսինքն մենք գործադիր իշխանությունների կողմից ունենք մեր մոտեցումների հետ մոտարկման որոշ օրինակներ։ Ինչքանով կարող է ազդել, նախ պետք է նկատել, որ այս պարագայում արդեն խոսք է գնում ոչ թե կոնգրեսի քաղաքական դիրքորոշման մասին, այլ պետդեպարտամենտի քաղաքական դիրքորոշման մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների, այսպես ասած, կենտրոնացիք կառավարման համակարգում պետդեպարտամենտի դիրքորոշումը չի կարող հակասել նախագահի դիրքորոշմանը, կամ պետդեպարտամենտը արտաքին քաղաքականության մեջ նաև ներկայացնում է նախագահի դիրքորոշումները։ Ինչով կարող են Դոնալդ Թրամփի որոշումները ազդվել այս որոշում պետդեպարտամենտի այս դիրքորոշումից,
Մ, Կարծում եմ, որ քաղաքական պլանավորման գործընթացում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների եւ այդ ստորագրված հուշագրի կիրարկման համատեքստում որոշակի ազդեցություն ունենան եւ նաեւ ամերիկյան իշխանությունները գուցե այս դիրքորոշմամբ փորձում են Ադրբեջանի վրա, այսպես ասած, մուրճի քաղաքականություն բանեցնել, որ Ադրբեջանը, այսինքն դուրս չգա պայմանավորվածությունների շրջանակից եւ այսինքն որոշակի գործողություններ իրականացնի, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը մեղմ ասած դուր չեն գա, բայց մենք կարող ենք գոնե մեր համար արձանագրել, որ երկարատև պայքարից հետո, որտեղ սա երկարատև պայքարի արդյունքում էր, գործադիր իշխանությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր հարցերով համախորհուրդ է կոնգրեսի քաղաքական դիրքորոշման հետ։ Բայց ամեն դեպքում հենց ԱՄՆ հովանու ներքո ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց, արդյոք սա Ամերիկայի քաղաքականությունը չէ Արցախի վերաբերյալ, թե այլ համատեքստում դիտարկել այս քայլը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը փաստորեն ցավոք սրտի Հայաստանի իշխանությունների գործողությունների պարագայում էլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ 3 երկրները չառարկեցին, բայց կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ Մինսկի խմբի լուծարման պայմանավորված հակամարտության միջազգայնացման հեռանկարը պետք է տեղ ունենա միջազգային հարաբերություններում եւ կարծում եմ նաեւ դրանով է պայմանավորված, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից անմիջապես հետո ձեռնմուխ եղավ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ այնպիսի գնահատականներ հնչեցնելու, որպիսի նախորդիվ չէր հնչեցվում։ Այսինքն Մինսկի խմբի լուծարման պարագայում այս հայտարարությամբ փաստորեն Ղարաբաղյան հիմնախնդիրը որոշակիորեն վերադառնում է ոչ ուղղակի այդ ձևակերպման, բայց վերադառնում է ամերիկյան քաղաքական միջազգային հարաբերությունների տիրույթ։ Ձեր խոսքում էլ նշեցիք նաև Եվրոպայում տարբեր բանաձևեր եւ այլն, հաշվի առնելով, որ թե Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում Արցախի վերաբերյալ տարբեր հայտարարություններ են արվում, տարբեր բանաձևեր են ընդունվում, կարող ենք արձանագրել, որ հարցը դեռևս միջազգային օրակարգում է, թե սա պարզապես որոշակիորեն նպատակահարմար է այս բան խոսել այս մասին, խոսում են եւ գործողությունների պարագայում որևէ բան չեն անի։ Ես կարծեմ ձեր տաղավարում էր վերջին հարցազրույցի ժամանակ ամիսներ առաջ եւ դրանից էլ ավելի առաջ այլ առիթներով հայտարարել էի եւ հայդատի համակարգի շատ պատասխանատուներ հայտարարում էին, որ ներկայումս հայդատի համակարգի առջև ծառացած հիմնական խնդիրը Ղարաբաղյան հիմնախնդրի միջազգայնացման, շարունակական միջազգայնացման ապահովումն է, որովհետև Հայաստանի իշխանությունների խիստ անբարենպաստ դիրքորոշումների հետ քայլերի շարունակական նահանջների եւ միջազգային անբարենպաստ քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում իսկապես առաջնային խնդիրը Ղարաբաղյան հիմնախնդիրը կենթանի պահելն էր միջազգային քաղաքական դիսկուրսում, ինչին որ գոնե որոշակի չափով հայ դատի համակարգը կարողացել է հասնել։ Մենք կարող ենք ասել, որ այսօր Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ համաեվրոպական մակարդակում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ առանձին երկրների օրինակով կարող ենք ասել, օրինակ Կանադայում, որի արտգործնախարարը շաբաթներ առաջ հղում արեց նույնիսկ ինքնորոշման իրավունքի իրացման կարևորության հակամարտության քաղաքական լուծման համատեքստում բազմաթիվ երկրներում եւ բազմաթիվ կազմակերպություններում այո Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չի համարվում, որովհետեւ այն ինչ մենք այսօր ունենք, դա հակամարտության հետևանքների ավելի խորացում է, բայց հակամարտության լուծում չէ։ Խոսեցիք հայդատի ջանքերի մասին եւ նաեւ տարբեր այլ կազմակերպություններ Սփյուռքում զբաղվում են այս հարցերով, Հայաստանի իշխանությունների կողմից ամեն գնով Արցախի հարցը փակելը, ամեն գնով տարբեր խոսույթներ այդ հարցի շուրջ լռեցնելուն ուղղված ջանքերը չեն խոչընդոտում նման գործընթացների իրականացմանը, նկատի ունեմ բարձրաձայնել, փորձել այլ երկրներից ստանալ որոշակի գործողություններ։ Իհարկե խոչընդոտում են եւ ես համատեքստում, երբ որ այս հարցին հաճախ անդրադառնում եմ, հիշում եմ Ֆրանսիայի խորհրդարանի նախադեպը, երբ որ Ֆրանսիայի խորհրդարանում ազգային ժողովում քննարկվում էր մի բանաձև, որով կառավարությունը առաջարկում է ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը, Ֆրանսիայի գործադիր իշխանության ներկայացուցիչը վեր կացավ եւ ուղղակի հայտարարեց, որ լավ, ինչ ասում եք, ճիշտ եք ասում, բայց Հայաստանի իշխանությունները սա մեզանից չեն պահանջել։ Դա դեռ 22 թվականն էր կարծեմ։ Դրանից հետո բնականաբար իրավիճակը ավելի է բարդացել, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումները ավելի են վատթարացել եւ խանգարում են։ Եթե չլիներ Հայաստանի իշխանությունների անբարենպաստ դիրքորոշումը հայդատի ջանքերին ուղված եւ այն նպատակներին ուղված, որոնք հետապնդվում են հայդատի համակարգի կողմից, վստահաբար արդյունքը ավելի լավ կլիներ։ Սակայն մյուս կողմից նաեւ ակնհայտ է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի
ներկա հանգրվանի եղելությունները, հակամարտության էությունը, հետևանքները այնքան խորն են, այստեղ կատարված մարդու իրավունքների խախտումները այնքան աղաղակող են, որ միջազգային հանրությունը չի կարող աչք փակել։ Եվ դրանով է նաև պայմանավորված, որ հայդատի համակարգի նպատակաուղղված ջանքերը որոշակի արդյունք են տալիս։ Իհարկե, այդ ջանքերին գումարվել նաև Հայաստանի իշխանությունների ջանքերը, եւ ես չեմ խոսում համատեղ աշխատանքի մասին։ Ես խոսում եմ իրար սինխրոն նույն ուղղությամբ գնալու մասին։ Ես չեմ խոսում համատեղ աշխատանքների մասին։ Արդյունքը բնականաբար ավելի լավ կլիներ։ Այս պայմաններում կարող ենք խոսել խաղաղությունից, պարոն Ղուկասյան, որովհետև Հայաստանի իշխանություններն առավոտից երեկո հենց այդ թեման են արձարծում, թմբկահարում, դրոշակ են սարքել, ասում են օգոստոսի 8-ից խաղաղություն է հաստատվել եւ բոլոր այն մարդիկ, ովքեր տարբեր հարցեր են բարձրաձայնում, սկսած նաեւ Արցախի հարցից, չեն նպաստում այդ խաղաղության խոսույթին։ Հիմա այս օրերին խոսվում է Գազայում, չէ՞, խաղաղության մասին, հաստատված խաղաղության մասին։ Երեք չէ, առաջին օրը կարծեմ նայում է Եվրոպական խորհրդարանի մի նիստ, որի ընթացքում մեր ժողովրդին շատ բարեկամաբար տրամադրված մեր խնդիրները բավական լավ իմացող մի падգամավոր Իսպանիայից հայտարարեց ոչ մեր դեպքի մասով, Գազայի մասով, որ բայց ինչ ես միտքը շատ իսկապես առարկայական է նաև մեր մասով, որ խաղաղությունը միայն ռազմական գործողությունների դադարը չէ, խաղաղությունը արդարության վերականգնումն է։ Մենք այսօր արդարության վերականգնում չունենք մեր տարածաշրջանում, արդարության մասին խոսք անգամ չկա։ Օգոստոսի 8-ի հայտարարությունները ըստ էության եւ իրենց իրավակ իրար բնույթով եւ բոլոր այն ամեն շրջագծով որ կար, դրանք վերջնական խաղաղության մասին չեն, դրանք նույնիսկ մոտալուտ խաղաղության մասին չեն, որովհետև այդ հայտարարությունից կար ժամանակազերին պահանջներ հնչեցին Հայաստանի նկատմամբ Զանգեզուրի միջանցքի մասին այսպես կոչված խոսույթը մինչև իմ Ադրբեջանի բարձրագույն իշխանության մոտ կենսունակ է, Հայաստանի ներքին գործերի միջամտությունը, սահմանադրության փոփոխությունը եւ այլն։ Այս պայմաններում խոսել իրական խաղաղության մասին, արժեքային խաղաղության մասին, այնպիսի խաղաղության մասին, որը այս տարածաշրջանում կստեղծի մթնոլորտ բարեկեցության, համակեցության, իսկապես խոսելը մեծ չափազանցություն է։ Օգոստոսի 8-ի փաստաթղթերը պետք էին Նիկոլ Փաշինյանին որևէ փաստաթուղթ ունենալու Հայաստանում թափահարելու համար ընտրություններից առաջ, ասելով թե վերել է խաղաղություն։ Նույն բանը Չեմբերլենը անում էր 1938 թվականի Մյունխենյան հայտնի համաձայնությունից հետո, երբ որ բառի բուն իմաստով այդ թղթերը թափահարում է, բայց թե ինչ տեղի ունեցավ Մյունխենյան համաձայնությունների արդյունքում Եվրոպայում հետևանքները մինչև որոշ չեն վերացվել։ Ամեն դեպքում առջևում ընտրություններ են եւ կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը հենց այս թեման շահարկելով ամեն կերպ փորձելու է հանրությանը հերթական անգամ մոլորեցնել եւ վերընտրվել, ինչպես եք տեսնում հակազդեցությունը սրա, որովհետեւ այն խոսույթն է տարածվում, որ ընդդիմությունը դեմ է խաղաղությանը։ Այն որ օգոստոսի 8-ի համաձայնությունների արդյունքում խաղաղություն է եկել եւ այն որ ընդդիմությունը դեմ է խաղաղության, իհարկե գեներացվում է Նիկոլ Փաշինյանի եւ իր նեղ շրջանակի կողմից, բայց ակնհայտ է որ ընդդիմությունը ոչ միայն դեմ չէ խաղաղությանը, այլ նման գործողությունները ըստ էության կարող է հող նախապատրաստել իրական խաղաղության համար, որտեղ Ադրբեջանի քաղաքական վարքագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երբ որ Հայաստանը կատարում է ադրբեջանական այս կամ այն պահանջները, դրանից Ադրբեջանի կամքը դեպի խաղաղության, հակվածությունը դեպի խաղաղության ոչ միայն չի ավելանում, այլ ընդհակառակը Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ դնել։ Հետևաբար այս տարածաշրջանում իրական խաղաղության հասնելու գործընթացը չի կարող լինել մեր բոլոր իրավունքներից հրաժարվելու միջոցով։ Խաղաղություն հնարավոր է լինում միայն ուժերի հավասարակշռման պայմաններում, խաղաղություն հնարավոր է լինում, երբ որ այս տարածաշրջանում փորձ կարվի նորից վերականգնել միջազգային իրավունքը եւ ոչ թե փորձ կարվի Հայաստանին պարտադրել քայլեր եւ գործողություններ ուժի եւ դրա սպառնալիքի կիրառման պայմաններում։ Նույնիսկ դիվանագիտական միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան շատ հստակ սահմանում է, որ այն բոլոր միջազգային պայմանագրերը, որոնք ձեռք են բերվել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման պայմաններում, առ ոչինչ են։
Այն բոլոր գործողությունները, որոնք Ադրբեջանը իրականացնում է Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով, Հայաստանի Հանրապետությունում ներկայումս օկուպացիոն գործողությունները ըստ էության ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ո՞նց պիտի գնա Ջերմուկում քարոզչություն անի, Սյունիքում քարոզչություն անի, Ներքին Հանդում քարոզչություն անի, Վարդենիսում քարոզչություն անի, երբ որ այդ համայնքների վարչական տարածքները ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում։ Ինչպես հիմա հայտարարում է, որ Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ կետն է։ Այդպես էլ կգնա այնտեղ կանի, այսինքն ինչ եք սպասում դուք Նիկոլ Փաշինյանից կամ Չէ, վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է Վարդենիս եւ ասի, գիտեք, սահմանազատման գործողություններ են սկսելու, որոնց արդյունքում ադրբեջանցիները այս տարածքից դուրս են գալու։ Բայց այդտեղ պիտի կարծում եմ adekvat հասարակական ընդվզում հնչի, որ ով է տեսել այնպիսի մի խաղաղություն, երբ որ երկրի տարածքը օկուպացիայի տակ է։ Այսինքն նման խաղ, ասում է օգոստոսի 7-ից հետո ասում է խաղաղություն է։ Դուք կհիշեք միջազգային հարաբերություններ, միջազգային պատմության մեջ որևէ խաղաղության որևէ ակտ, որի շրջանակում մի պետություն օկուպացրել է մյուս պետության տարածքը։ Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա հայտարարում է, որ Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ կետն է։ Գնում է Կիրանցից տեսանյութեր է հրապարակում, ասում է այն ժամանակ ընդդիմությունն ասում էր գյուղեր են տալիս, բայց տեսնում եք հիմա Կիրանցում ինչ անվտանգ են ապրում մարդիկ։ Տեսեք, նույն օրերին նաև Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մենք հիմա Կիրանցից հետո հասնելու ենք Բերքաբերին եւ Բերքաբերի 900 հեկտարը, որ գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, մի քանի օր հետո վերադարձվելու է Հայաստանի Հանրապետության եւ հիշում է, որ Բերքաբերի բնակչությունը նաև բնակչության որոշ ներկայացուցիչներ ասում են, որ մի խանգարեք այս գործընթացին, որովհետեւ մի քանի շաբաթ հետո մեր գյուղի հողերը վերադարձնելու են մեզ։ Ինչպես Բերքաբերի հողերն է վերադարձրել Նիկոլ Փաշինյանը տխրահարճակ սահմանագծման արդյունքում, այնպես էլ վերադարձնելու է Վարդենիսի, Ջերմուկի, Ներքին Հանդի հողերը։ Եվ նույնիսկ այս սահմանազատման ու սահմանագծման գործընթացը աննախադեպ է միջազգային հարաբերությունների պատմության մեջ։ Դուք չեք գտնի հավանաբար օրինակներ, երբ որ սահմանագծումը եւ սահմանազատումը եւ սահմանագծումը իրականացում են համաժամանակյա։ ԵԱՀԿ-ն կարծեմ 2017 թվականին ձեռնարկ է պատրաստել, հաստափոր մի ձեռնարկ սահմանազատման եւ սահմանագծման խորհրդատվության մասին։ Եվ խորհրդատվական ձեռնարկ է, որ պետությունները կարող են օգտվել։ Այնտեղ միջազգային փորձ կա վկայակոչված, ստանդարտներ կան, նորմեր կան, որևէ բան այդ խորհրդատվական ձեռնարկում արտացոլած դուք չեք գտնի Տավուշում։ Այդ դուք չեք գտնի նման հատվածական սահմանազատման միջազգային փորձի մեջ չկա նման բան։ Դա հնարավոր է եղել միայն Հայաստանում, դա հնարավոր է եղել միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում, դա հնարավոր է եղել միայն ադրբեջանական ճնշման պայմաններում։ Վերադառնալով Պետդեպի Պաշտոնյանի նամակին, մասնավորապես ինչ գործընթացներ սպասել այս նամակի հրապարակումից հետո, ինչ քայլեր սպասել Միացյալ Նահանգներից եւ նաեւ եթե ամփոփենք մեր զրույցը։ Հիմա Հայդատի Ամերիկայի հանձնախումբը աշխատում է այս քաղաքական դիրքորոշման գործնականացման վրա, որը մի քանի դրսևորում կարող ունենա։ Նախ աշխատանքի ուղղություններից մեկը պատժամիջոցների կիրառումն է։ Դեռևս 2 տարի առաջ Հայդատի համակարգում գործող հայկական իրավական կենտրոնի կողմից ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ թղթածրար է կազմվել, ուղարկվել պետդեպարտամենտ, որոնք ուղղակի ներգրաված են պատերազմական հանցագործություններ իրականացնելու մեջ եւ այդ բոլոր պատերազմական հանցագործությունները փաստագրված են ֆոտո եւ վիդեո նյութերով, իսկ հանցագործությունները իրականացված են։ Այս շրջանակում Հայդատի հանձնախումբը աշխատում է, որպեսզի ապահովի պետդեպարտամենտի կողմից համապատասխան ուսումնասիրություն, թե արդյոք այս մարդկանց վրա կիրառելի է Մագնիսկու գլոբալ ակտով սահմանված պատժամիջոցները, ինչը հետագայում հնարավորություն կտա արդեն պատժամիջոցային քաղաքականություն մշակել Ադրբեջանի նկատմամբ։ Դուք գիտեք, որ 907-րդ բանաձևի չեղարկումը ըստ էության պատժամիջոցից չեղարկում էր, որտեղ 907 հոդվածը սանկցիոն բնույթի հոդված էր ազատության աջակցության ակտի, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 7-ի պայմանավորվածությունների արդյունքում եւ բնականաբար հիմա հանձնախումբը աշխատում է նորից 907-րդ բանաձևի կիրարկումը վերականգնելու ուղղությամբ։ Այդ պատժամիջոցային քաղաքականությունը կարող է լինել պետդեպարտամենտի այս դիրքորոշման ուղղակի հետևանք, բայց ես չեմ տեսնում, որ այդ հետևանքը կարող է կարճ ժամանակահատվածում լինել։ Ադրբեջանի կողմից այլ գործողություններ
կամ այլ այսպես ասած խախտումներ նույնպես գուցե անհրաժեշտ կլինեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանգի դրան, բայց նաև ես չեմ բացառում, որ Ադրբեջանի նկատմամբ կարող է կուլիսային ճնշում լինել այն բոլոր ուղղություններով, որոնց մասին Պետդեպարտամենտի պաշտոնյան խոսել է փնողներին ուղղված նամակում։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ էլ։ 168 TV եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։